վտան, եթե միջազգային այնպիսի խոշոր կորպորացիաների հետ, ինչպիսին օրինակ Nvidia-ն է եւ Firebird-ի նախագիծն է, այո, կյանքի կոչում մեր երկրում, որ իր մեջ օրինակ ինձ համար ոչ այնքան ինովացիոն տեխնոլոգիաների եւ տնտեսության զարգացման մեծ թռիչք է դա, որքան որ անվտանգային բաղադրիչ իր մեջ ունի, ազգային անվտանգային նույնիսկ սուվերենության, ինքնիշխանության նույնիսկ եւ նույնիսկ ֆիզիկական անվտանգության։ Եվ այո, նաեւ ֆիզիկա դե տարածքային ամբողջականությունը սուվերենության մասը հենց ֆիզիկական անվտանգության մասին է մեր ժողովրդի, մեր քաղաքացիների եւ ահա այդպիսի գերկարևոր նախագիծը եւ նախագծերը հետագայում, որոնց ուղղությամբ այս բանը գիտեմ որ ջանք է դրում եւ ունեն բավականին նաեւ այսպես ասած հաջողած մեկնարկներ տարբեր այլ ուղղություններով, այդ առիթով նախարար ինքը վստահ եմ ժամանակին կխոսի, պիտի էներգետիկ համակարգը հասցվի եւ լավագույնս, առավելագույնս մոտարկվի այդ իրավիճակին, այլապես կստացվի մի բան, որ առաջամարտիկներին ինչ որ նախագծեր են բերում, բայց տեղում ենթակառուցվածքների տեսակետից չեն կարող սպասարկել այդ նախագծերը, իսկ նման այդ մոմենտումը պիտի ճիշտ օգտագործենք։ Ինչպես թրիփի պարագայում, օրինակ թեփի նախագծի։ Այդ մոմենտումը հիմա է մեր երկրում եւ մեզ էներգետիկ ոլորտի քայլերով չէ, թռիչքաձև զարգացման անհրաժեշտություն ունենք այս պահին։ Ինչին է միտված նաեւ այսօր հեցի ներդրումային ծրագրերին առաջնությունը, որոնք արդեն իմ թիմով մենք նախանշել ենք այս տարվա համար։ Ավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։